Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուրեմն շատ կարևոր է, խնդրում եմ տարածեք, քանի որ մի քանի օր ընդամենը մնացել է ընտրություններին։ Շատերը ինձ ասել են, որ չենք մասնակցելու ընտրություններին, բոյկոտելու ենք ընտրությունները։ Ուրեմն ժողովուրդ, այդպես անհնար է, բոյկոտել անհնար է, ընտրությունները բոյկոտել համարյա անհնար է կարելի ասել, բոլորի ներկայությունը պարտադիր է, այսօր օր հասական պահ է, այս մի վերջի շանսն է, վերջի հնարավորությունն է հայրենիքը փրկելու, պաշտպանելու, հող չտալու, հող չհանձնելու։ Ամենակարևորը հողն է, հայրենիքը դա այդ հողն է, եթե հողը կորցնում ենք, հայրենիք տակը չի մնում։ Մենք էլ ենք հող, հողից ենք սարքած, Աստված մեզ հողից է սարքել, հող էլ դառնալու ենք։ Հիմա տեսեք, անտարբեր լինելը, անտարբերությունը, նորից եմ կրկնում, դավաճանությունից մի քայլ հետո։ Չի կարելի անտարբեր լինել։ Ընդամենը մի ժամ ժամանակ կտրամադրեք, գաք ձեր ընտրությունը կանեք։ Այս ընտրություններով մենք պետքա ցույց տանք, մենք հայ ազգը, մենք հասկանանք, առաջերտին մենք ինքներս հասկանանք, մենք կզող ազգ ենք, թե պայքարող ազգ ենք։ Ընդամենը այս խնդիրն է։ Մնացած հարցերը արդեն լուծվելու է հետագայում։ Կամ կզելով է լուծվելու, լրիվ կզած, կամ պայքարելով է լուծվելու։ Սա է, ստեղ ուրիշ բան չկա։ Մեզ էլ օգնելու են, են ձեր լավ ասենք մեր իմացած տարբեր բարեկամ երկրները, իրանք էլ են սպասում, տենան մենք ինչ ենք ուզում։ Մենք իրանք մեզ կօգնեն, կզելուց են օգնելու, լավ կզցնելու են, պայքարելուց էլ, եթե տենան պայքարում ենք, լավ օգնելու են, պայքարենք, մեր հետ մեզ օգնելու են։ Տեսեք, կոնկրետ բան եմ ասում, դա միշտ էլ տենց է, մինչև Նիկոլ Փաշինյանի գալը մենք պայքարում ենք, ու մեզ համ Ֆրանսիան էր օգնում պայքարելու, համ Ռուսաստանն էր օգնում պայքարելու, համ մյուս բոլորը։ Հիմա բոլորը կզծնում են, ըտենց չի, ըտենց է, դե դրա համար, ամենակարևորը միակ պայմանն են, իմ խնդրանքը, պայմանը, պահանջը, թուրքամետ կուսակցություն չընտրեք, այսքան մի բան, հող հանձնող չընտրեք, հլմատ նայեք այսքան ժամանակ մեր ղեկավարներից, հներին այսքան վարկաբեկում ինչ ասես ասում են, ես կուսակցական չեմ, ոչ մեկին չեմ ենթարկվում, հիմա չասեք, Այս սովետական միությունի փլուզումից հետո դուք մի մարդ ասեք, մի գեներալ, մի ղեկավար, մի նախագահ, որ հող է տվե։ Մեկին ասեք, թե որ հող է հանձնե, ու զիջե, ու համաձայնվե, կզե, մի հատ կզողի անուն ասեք, որ կզելա, սաղ տվելա։ Ու սա հիշեցնեմ Սերժ Սարգսյանի հետ կապված մենակ մենք տարածք հող կորցրել ենք Սերժ Սարգսյանի ժամանակ, ընդամենը 200 մետր թե 300 մետր տարածք, ուզենց ուղիղ զամանից, պոստից դեպի, ընդամենը 300 մետր ամենաշատը տարածք են կորցրել, հիշում եք Սերժ Սարգսյանին ինչ արին, այս նիկոլականները մյուս են վաղտվա, ինչ էին անում, այդ քարորիայից հետո, ինչ արին, այնքան պրոպագանդա արին, այնքան ժողովրդին բաներ, մինչև ժողովուրդը Սերժ Սարգսյանին հանեց 300 մետր տարածքի համար մերժեցին Սերժ Սարգսյանին, չէ, լնայեք։ Բա այսօր սրանք սաղ հանձնել են ախպեր, սաղ տարածքները տվել են, Հայաստան, ասում եք Ղարաբաղը մերը չի, բա Հայաստանի տարածքները հլը զիջում է, այդ ուրա, բա ջերմուկի հարցխի չլուծվավ, Զանգեզուր, հեսա, գալիս են հեսա, կարիդոր, մարիդոր, եսի միջեր, հլը տալու ենք սաղ տարածքները, բա սրանց քիչ եք ուզում հանեք, միակ պայմանը թրքամետ չընտրվի, ով չմասնակցեց իրա ձայնը տալիս է Նիկոլին, վերջ, սա սենց է, ես տենց եմ համարում ու տենց է լինելու է, ուրեմն Եթե ձեզ պետական աշխատող եք, խեղտել են կամ բիզնեսի ինչ-որ ասել են բիզնեսը կփակեն, կամ զինծառայողներին, կամ ոստիկաններին խեղտել են, ասել են կետակ Նիկոլին կընտրեք, եթե այդպիսի բան եղել է։ Եթե դուք զգում եք, որ վտանգ է ձեզ սպառնում, ասենք ձեր բիզնեսը փակեն, գործից ազատեն, ասեք հա ձեր ասածն է, Նիկոլին կընտրեք, բայց ասեմ ձեզ, ոչ մեկ չի իմանալու դուք ում եք ընտրել, դա գաղտնի է, ամբողջությամբ գաղտնի է այդ քվեարկությունը, գնում եք ձեր թղթերը վերցնում եք, այդ թղթերի վրա, քվեաթերթիկի վրա ձեր անուն, ազգանուն, ձեր ստորագրություն չկա, դուք կատարում եք ձեր ընտրությունը, փակում եք, տանում գցում եք այդ արկղի մեջ, ոչ մեկ չի իմանալու, դուք իրանց ասեք ձեր ասածնա կանենք, եթե ձեզ ինչ-որ բան կա, եթե տենց բան կա, բայց ընտրությունը կատարելուց դուք ընտրում եք, առաջնորդվում եք ձեր խղճի առաջ, Աստծու առաջ, առաջնորդվում եք ձեր ուրեմն թասիբով, ձեր թասիբը ինչ է ձեզ ասում, ձեր ինքնասիրությունը ձեզ ինչ է ասում, ձեր
Հայրենասիրությունը ձեզ ինչ է ասում, ձեր խիղճը, դրանով եք ընդամենը առաջնորդվում ու ձեր ընտրությունը կատարում եք։ Չեք ընտրում մենակ այն թրքամետ ուժերին, ովքեր որ հիմա ուզում են այդ թուրքերին, ովքեր որ մեզ այսքան մորթել են, այսքան այս վերջում հիշեք, մենակ մի բան հիշեք, որ ջերմուկի պոստերում մեր կանանց ինչ էին արել։ Սրանց հետ որ պետքա գնանք մենք ախպերություն, բարեկամություն անենք։ Այսի հիշեք, էլ ուրիշ բան չեմ ասում։ Հիշեք ոնց էին Քյարամի գլուխը կտրել մեր աղբոր։ Այսքան բան, այդ նոր ընտրությունը կանեք։ Ու սրանց հետ որ պետքա մենք գնանք ախպերություն անենք մեր աղբոր գլուխը կտրողի հետ։ Այսքան բան եմ ասում, վերջ։ Գնացեք ձեր ճիշտ ընտրությունը արեք։ Եթե չեք կարողանում կողմնորոշվեք ում ընտրեք, ոչինչ, եթե ես մի հատ էլ ցուցակը կարդամ հերթով կասենք, օտենանք ով ալենես, թեթև կանցնենք այդ ընտրացուցակով այդ կուսակցությունների։ Այսքանը ժողովուրդ պարտադիր պահանջ բոլորը մասնակցեն ընտրությանը, այսքան մի բան։